Հարգելի լրագրողներ, ըստ էության պատգամավոր թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։ Այդ դեպքում ինչպես է գնահատում այն, որ երեք հենց դատախազությունը առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հարցերը ուղղեք գլխավոր դատախազությանը եւ ոչ կենտրոնական ընտրական։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ես ինչ եմ ասում, որտեվ ես էլ տեսել եմ հաղորդագրությունը, դա 3 չեմ մեղադրանք առաջադրել։ 3 են առաջադրել։ Ես տեսել եմ հաղորդագրությունը, որտեղ որ խոսում էր ինչ որ նախկին քրական գործի եւ այլ, որտեղ խափանանիչով առաջադրվել է 3։ Հարգելիներս, եթե նայեք ընտրական օրենսգիրքը պատգամավոր թեկնածուներին անձեռնի խելություն է տալիս, եթե քրական հետապնդի ամեն ինչը ծագել է թեկնածու կարգավիճակը ձեռք բերելուց հետո։ Մինչ այդ եթե եղել է, օրինակ, չգիտեմ, ձերբակալություն, դրանից հետո նոր է քրական, այդ լրիվ արդեն ուրիշ է։ Տեսեք, իրական մեղադրանքը թե քրական։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մեղադրանք առաջադրողը գլխավոր դատախազությունն է։ Գնացեք գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրել։ Եթե դուք կարծում եք, որ գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ թեկնածուն է կարծում, բոլորը դուք կարող եք իրենց հարցերը ուղղել, թեկնածուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջել մեկնաբանել գլխավոր դատախազության գործողությունները մեղմ ասած ճիշտ չի։ Պարոն Հովհաննիսյան, վերջը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժ անցնում է խորհրդարան, թե ոչ։ Հարգելի լրագրողներ, քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Ավելին, ես ուղղակի օգտվելով առիթից ասեմ, հարգելի լրագրողներ ջան, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ըստ էության 2005 տեղամասերից ընդամենը 5-ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թրծրել, այսպես ասենք, մարդկային գործով։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ, հիմի տեղամասերը անգիր չեմ հիշում, այդ 27-րդ ընտրատարածքում է եղել մարդկային հոգնածության տողը, այսպես ասենք, մի տողը ուղղակի մուտքագրողը այդպես բան Պարոն Կիրակոսյան, տեսեք, կրկնում եմ դա, արձանագրությունները կան, արձանագրությունները այն, որ դա հայտնաբերվել է, նաև հայտնաբերել, որովհետև մեր արձանագրությունները կան, հրապարակված են, այսինքն նախնական արդյունքները դրա համար են նախնական, որովհետև երբ ասում ենք նախնական արդյունքը, դրա համար է նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմի այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկի իրականացում։ Այդ վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնել։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ։ Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Միասնության թևերից։ Չէ, Հայաստանը սխալ ասեցի, միասնության թևերից։ Տեսեք, պատշաճ դիմում շատ քիչ է ստացել։ Այդ եմ ասում, պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել։ Ստացել ենք, բայց քանի որ դիմումները եղել են, այսինքն պատշաճ չեղել, կա ներկայացրել, պիտի ընտրատարածք ներկայացնեին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրել կամ ընտրատարածք ներկայացրել են թեկնածուն բոլոր տեղամասերի համար ներկայացրել է, իսկ դրա իրավունքը չուներ, այսինքն ինքը պիտի ներկայացներ թեկնածուն միայն այն տեղամասը, որտեղ ինքը արդյունքների ամփոփմանը ներկա է եղել։ Մեր ուղղակի մոտեցումը եղել է այս։ Հնարավորինս որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ, այսինքն հասկացաք դիմումը չի եղել պատշաճ մերժվել է, բայց իրենք նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել ու հիմա ընթանում են, այսինքն մենք Երևանում ըստ էության ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թևեր կուսակցության պատգամավոր թեկնածուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել եւ եղել է մոտեցումը, որ հնարավորինս
այսպես ֆիզիկական նաև որովհետև ուրբաթ օրը 14:00-ն իրենք միջև ժամանակ ունեն գրահաշվարկի, որպեսզի փորձեն այդ ամբողջ ծավալը իրենք իրականացնել։ Իսկ 2000-ից ավելի ընտրականներ եկել մի բան ճիշտ է։ Իրավունք ունեն բոլոր 2005 ընտրատեղամասերում էլ վերահաշվարկ պահանջել։ Հարգելի տեսականորեն կարող են նման բաներ, բայց դա պիտի ներկայացնել այն վստահված անձին կամ այն տեխնացուները, ովքեր քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ գտնվել են տվյալ տեղամասում։ Այսինքն զուտ այսպես համակարգչային լեզվով ասած դդոսել է, էդի կներեք էդի Հովակիմյան 1900 կբացահայտեք ի վերջո ինչ է նշանակում գաղտնի ընտրացուցակ այդ ընտրողների գաղտնի ընտրացուցակ տեսեք մենք ունենք ընտրողների ցուցակ, որը հրապարակում է մեր լիազոր մարմինը, այսինքն միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Եվ մենք ունենք կատեգորիաներ, ում ցուցակները չի հրապարակվում, դիվանագիտական ոչ, ունենք կատեգորիաներ, կարող եք դուք ընդհանրապես բացել ընտրական օրենսգիրքը, այնտեղ շատ հստակ գրված է, ու կհասկանաք, թե այսպես ասենք, այս աղմուկը, որ ցուցակների հետ բարձրացվել է, որքան է վնասում Հայաստանի Հանրապետությանին։ Դժվար չի, հարգելի լրագրողներ, եթե չեմ սխալվում, մամուլի քարտուղար բոլորիդ ընտրական օրենսգիր գոնե մեկ հատ տրամադրել է։ Կարող եք բացել եւ ընթերցել ընտրական ցուցակների կազմավորման, հրապարակման ամբողջ գործընթացը եւ զուտ քաղաքական շահերով պայմանավորված ամենայն հարգանքով հորդորս։